10%-ի աճ։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, պետք է խնդրեմ զեկուցել Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումային ծրագրերի մասին համապարփակ եւ այստեղ որոշակի քննարկում ունենանք։ Խնդրում եմ, բայց հակիրճ, շատ չենք տարածվում, շատ տենց կարճ կոնկրետ եւ գործով։ Պարոն քաղաքապետ, եթե դեմ չեք մոտենամ, որպեսզի սահուն թերթեմ եւ խնդրեմ։ Սահիկա, ինչպես։ Սահիկա շարով ուղղակի կառուցվածքավորված մի փոքր կանցնենք մի քանի ներդրումային ծրագրերի կարգավիճակի մասով ինչ ա արվել, այս պահին որտեղ ենք գտնվում։ Քանի որ տարին նոր է սկսում, մենք մտածեցինք, որ լավ առիթ է ըստ էության ներկայացնել Երևանի քաղաքապետարանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի պորտֆելի մասին եւ այսօր որոնք որ կոնկրետ կներկայացնեմ, դրանք ամբողջականը չեն, որոշ ընտրվածներն են, հաջորդ թիվ գործակարգավարականին ես նաեւ որոշակի խմբաքանակներով կանդրադառնամ առանձին ծրագրերի։ Ըստ էության ինչ ունենք այս պահի դրությամբ, թվով 18 խոշոր ներդրումային ծրագրեր Երևանի քաղաքապետարանի, որոնց ընդհանուր գնահատված ծավալը մոտարկված կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար, եւ եթե առանձին ոլորտներով խոսենք, ապա դրանք հանրային շենքերի մասով ունենք 4 ծրագիր, ճանապարհային ենթակառուցվածքների մասով 6, տրանսպորտի եւ մետրոյի 4, հատուկ ծրագրեր 2, քաղաքային զարգացում ռենովացիա 2 եւ համապատասխան ըստ ներդրումային ծավալների, փաթեթների գումարները ներկայացված են, ամենախոշոր ներդրումային կարիքը այստեղ տեսնում ենք, որ տրանսպորտի եւ մետրոյի գծով է 660 միլիոնի գնահատված ներդրումային պահանջարկ կա եւ ճանապարհային ենթակառուցվածքները հաջորդ տեղում են մոտ 205 միլիոնի գնահատված արժեք, սրանք ըստ էության այստեղ թվեր են, որոնց մասով արդեն որոշակի գնահատականներ կան, այսինքն կան ծրագրեր, որոնք որ դեռևս իրագործելիության ուսումնասիրության փուլում են եւ դրանց ներդրումային պահանջարկի կարիքը այստեղ ներառված չի։ Եթե առանձին արդեն ոլորտային ուղղություններով անցնենք, հանրային շենքերի մասով այսօր անդրադառնամ Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական նոր մարզադպրոցի կարգավիճակին, Երևանի էներգոարդյունավետության երկրորդ ծրագրի եւ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի հետ կապված աշխատանքներին։ Ինչպես արդեն տեղյակ ենք, Ազարյանի անվան օլիմպիական նոր մարզադպրոցը, որը 4.9 միլիարդ բյուջեի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, այդտեղ նախագծային աշխատանքները իրականացվել են 23-25 թվականների ընթացքում եւ 25 թվականի օգոստոսին մենք արդեն ունեցել ենք հիմնարկեքի արարողությունը եւ շինարարության ակտիվ փուլը մեկնարկել է։ Պետք է ուշադրություն հրավիրեմ, որ դեռևս այս հանձնարարականը եւ այս ծրագիրը քաղաքապետարանի ծրագրերի պորտֆելում ներառված է եղել դեռևս 22 թվականից եւ ըստ էության վերջին 1 տարվա ընթացքում բարեհաջող կերպով բավականին արագ տեմպերով հնարավոր է եղել սա իրականացնել։ Ես պետք է դուք էլ ձեր խոսքում բարբերաբար նշել եք նախորդիվ եւ սա նաեւ ի շնորհիվ նրա, որ եղել է համագործակցություն շատ սերտ տարբեր կողմերի միջև, այդ թվում մեզ հաջողվել է նաեւ ներգրավել այնպիսի շինարարական ընկերություն եւ տեխնիկական հսկող, որոնք որ լիակատար պատասխանատվության զգացումով այս ծրագրի կարեւորության մասով իրականացնում են իրենց աշխատանքները։ Այս պահի դրությամբ մենք գործառնական կատարողականով ունենք -1 հարկերի մասով գրեթե բոլոր մասնաշենքերում 100%-անոց աշխատանքների ավարտ, պատերի ամրանապատման եւ բետոնացման եւ միայն 4-րդ մասնաշենքում 70%-անոց եւ առաջին հարկի մասով ունենք նաեւ հետեւյալ պատկերը 3-րդ, 5-րդ մասնաշենքում 100%-անոց ավարտվածություն, 6-րդ մասնաշենքում 80%-անոց
ավարտվածություն, աշխատանքները ընթանում են, որոշակի եղանակային պայմանների հետ կապված տեմպը այն չէ, ինչ որ եղել է դեկտեմբեր, դրանից առաջ ամիսներին, բայց այնուամենայնիվ շինարարությունը ակտիվորեն ընթանում է նաև այս օրերին։ Եվ ֆինանսական կատարողական իմաստով 25 թվականին պլանավորված է եղել 2 միլիարդ դրամ, փաստացի վճարումներ հանձնման ընդունման ակտերի հետ հիման վրա իրականացվել է 1.5 միլիարդի, բայց ծավալուն աշխատանք կա կատարված, որի հետ կապված մենք կատարողականները դեռևս մուտք չենք արել, բայց գնահատում ենք նաև, որ վճարման ենթակա 170 միլիոն դրամի կուտակված աշխատանք կա, որը կանենք առաջիկայում։ Ծրագրի իրականացման հետ կապված այս պահին մենք ռիսկեր չենք տեսնում, միայն եղանակային պայմանները, որպեսզի շինարարական աշխատանքները ընթանան հավուր պատշաճի եւ այն տեմպով, որը պլանավորված է եղել։ Այս պահին կրկին ոչինչ մեզ չի խանգարում ասել, որ նախատեսված ժամանակացույցով եւ խոստման համաձայն 2026-ի աշնանը պետք է որ կարողանանք արդեն ավարտել աշխատանքները եւ բացումը ունենալ։ Եթե այստեղ կան դիտարկումներ, ես անդրադառնամ բանկակ։ Հաջորդը Երևանի էներգարդյունավետության երկրորդ ծրագիրն է։ Մենք գիտենք, որ սա Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրոմիության գործընկերների կողմից համաֆինանսավորված եւ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագիր է։ Կարևորագույն մեկը 37.1 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով եւ վարկային համաձայնագիրը 23 թվականին դեռևս ստորագրվել է, բայց ծրագրի փաստացի էֆեկտիվությունը հայտարարվել է 24 թվականի հունիսին։ Այս տարի ու որոշ ժամանակ ընթացքում հիմնական աշխատանքները կենտրոնացած են եղել ծրագրով նախատեսված թվով 38 մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների կամ բժշկական առողջապահական կենտրոնների մասով նախագծանախաշվային աշխատանքների պատվիրման, մրցույթների կազմակերպման, տեխնիկական առաջադրանքների բնութագրերի կազմման եւ եվրոպական գործընկերների հետ համաձայնեցումների վրա է ըստ էության էական ժամանակ գնացել հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը եւ թվով 22 գնման գործընթացներ են կազմակերպվել, այստեղ եւ միջազգային եւ ազգային ընթացակարգերով մեկ պայմանագիր արդեն կնքվել է, որով մենք 4 նախագիծ ենք առաջիկայում ակնկալում արդեն ունենալ, աշխատանքները մեկնարկել են, 7 նախագիծ արդեն արկա է, 15 նախագծերի մրցույթներ ընթացքում են եւ 7 մանկապարտեզների շինարարության եւ տեղհսկողության միջազգային մրցույթներն ընթացքում են, գնահատման process-ում են։ Մասնանումներ վճարումներ արդեն փաստացի կկատարվեն այս տարվա ընթացքում հաշվի առնելով այս մրցույթներով եւ պայմանագրերով կնքված արդյունքները։ Ծրագրի հետ կապված էական, ոչ թե էական, այլ հիմնական ռիսկերը ըստ էության մրցույթային գործընթացներում մենք տեսնում, որովհետեւ լինում են երբեմն, երբ որ որոշակի մրցույթների մասնակցություն չի լինում եւ մենք հարկադրված ենք լինում վերահայտարարել այդ մրցույթները ինչը մեզ բերում է որոշակի գործընթացների հետաձգման մեր նախնական պլանավորումներից, այնուամենայնիվ այս մարտահրավերը համարում ենք հաղթահարելի եւ կարեւորում ենք, որ այստեղ նաեւ բավականին լուրջ հանրային հաղորդակցություն գնա, շուկայի հետ աշխատանք արվի, որը փորձում ենք նաեւ զուգահեռաբար տանել։ Ես անդրադառնամ ըստ խմբականակների մանկապարտեզներին, հիմա թիվ 17, 39, 46, 64, 72, 93 եւ 133 մանկապարտեզների մասով այս աշխատանքներն են արվել եւ այս պահին ընթանում է տեղհսկողության շինարարության միջազգային մրցույթների հայտերի գնահատումը։ 73 120 մանկապարտեզները նախագծման միջազգային մրցույթներն են հրապարակվել եւ հայտերն են գնահատվում այս պահին 42 128 143 մանկապարտեզների մասով նախագծման մրցույթները վերահրապարակվել են ամսի 14-ին հայտերի ներկայացման ժամկետն է 45 մյուս խմբականակը 45 79 84 94-ն են, որտեղ նախագծման մրցույթներն են արվել, պայմանագրերը կնքվել են եւ աշխատանքները մեկնարկել են արդեն նախագծային։
33, 56, 101, 108, 118 եւ 129 էլի վերանախագծման մրցույթները վերահրապարակվել են, ժամկետը ամսի 14-ը այս ամսվա։ Այստեղ ունենք մի խմբականակ մանկապարտեզների, որոնք որ եթե հիշում եք, այստեղ մեզ աջակցում է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, տեխնիկական աջակցության շրջանակներում այս 6 մանկապարտեզների վերանախագծման ֆինանսավորումն իրենք են անում, հետևաբար իրենց ընթացակարգերով է որպես կանոն մրցույթները հրապարակվում, 4 անգամ հայտարարվել է եւ չի կայացել եւ այսօր մենք իրենց հետ արդեն խոսում ենք այլընտրանքային մեթոդներով հնարավորինս հրատապ մրցույթները ապահովել կամ տարբերակ է քննարկվում, որ ուղիղ պայմանագրային միջոցով եթե կա հնարավորություն կնքենք վերանախագծման կամ նաև քաղաքապետարանի միջոցներով կամ համայնքային միջոցներով փորձենք հարցը լուծել, հանգուցալուծել եւ նաև հայտարարվել են արդեն Կարմիր Բլուր, Արշակունյաց, Քանաքեռ, Զեյթուն առողջապահական կազմակերպությունների կենտրոնների նախագծման միջազգային մրցույթները եւ ամսի 12-ին, այսինքն այսօր հայտերի ներկայացման ժամկետն է։ Տիկին Բաբայան, հետ վերադառնանք, ասենք 4 անգամ վերանախագծման մրցույթները չեն կայացել, սա իմ կարծիքով արդեն տենց երկրորդ անգամ չկայանալուց հետո պետք է բանակցությունը վարվեր, միգուցե հրաժարվեինք առհասարակ համ այդ ֆինանսավորումից, համ համագործակցությունից, համ չգիտեմ ամեն ինչից, որովհետև չի կարող մեր մանկապարտեզի նախագծման process-ը սենց տարիներ տևել։ Ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը այս դեպքում։ Եվ այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք վստահորեն կարող ենք լուծել։ Հետևաբար խնդրում եմ սեղմ ժամկետներում գործընկերների հետ հասկանալ, մենք իրար հետ աշխատում ենք, թե չենք աշխատում, որովհետև կամ ֆինանսավորման չափն է խնդիրը, որ 4 անգամ չի կայացել, կամ ինչ որ մի բան է տեղ առաջադրանքում գրած, որ այտենց բոլոր նախագծողների մոտ ինչ որ հարց առաջացնում, որ չեն մասնակցում, կամ չգիտեմ ինչ, այսինքն ավելի լավ է այս ճանապարհով էլ չգնանք։ Գործընկերներ միանշանակ արդեն այդ ուղղությամբ աշխատում են, գործընկերների մեզ փոխանցված տեղեկատվությամբ հարցը ավելի տրիվիալ դաշտում է եւ համակարգի բարդության հետ է կապված, այսինքն դիմելու, հայտեր ներկայացնելու եւ այլն, դա այն մեկնաբանությունն է, որը ստացել ենք, այնուամենայնիվ հարցը կկարգավորենք հնարավորինս այս ամսվա ընթացքում։ Եվ ես ուզում եմ մի փոքր ցուցադրել այն թվով 7 մանկապարտեզները, որոնք որ արդեն իսկ մենք շինարարության գնահատման, տեղհսկողության գնահատման process-ում ենք, եւ սրանք այն 7-ն են, որ այս տարի շինարարության գործընթացը շինարարությունը պետք է արդեն մեկնարկի։ Մենք ասել ենք, որ 13-ի մասով 26 թվականի շինարարություն ենք սկսելու, այո, դա այդպես է, ինֆորմացիան չի փոխվել, բայց այս 7-ով արդեն նախագծերը կարող ենք անել։ Թիվ 17 մանկապարտեզն է, 8 խմբանի 240 տեղ, 39 է, 9 խումբ եւ 270 տեղանոց, 46-ը 9 խումբ գրքին 270, 64-ը 11 խումբ 330 տեղ, 72-ը 8 խումբ 240 տեղ, 93-ը 12 360 համապատասխանաբար եւ 133 երրորդ մանկապարտեզը 8 խումբ 240 տեղ։ Ընդ որում մի փոքրիկ դետալ էլ ուզում եմ նշել, պարոն քաղաքապետ, այստեղ որ տեսանելի է նախագծերից հանված, այսպես ասած գծագրերի ճակատային մասերն են այստեղ ցուցադրված, մենք նոր պրակտիկա ենք մտցրել եւ նախագծային փաստաթղթերի պահանջների մեջ նաեւ ներառել ենք, որ այսուհետեւ նախագծերը ստանանք մի փոքր ավելի նաև վիզուալ տեսակետից եւ ցուցադրելու տեսակետից եւ որոշում կայացնողների համար մի քիչ ավելի ընկալելի տեսքով եւ հաջորդիվ արդեն նախագծերը մենք կունենանք ռենդերներով, թվապատկերներով եւ վիզուալ լուծումներով։
Սա մանկապարտեզների մասով եւ անդրադառնամ Երևանի բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնին ես նախորդ տարի նաեւ զեկուցել էի որ քանի որ այստեղ ֆինանսական միջոցներ մենք հատկացված չունենք համագործակցության հնարավորություններ են բացվել բրիտանական մի կազմակերպության մասնագիտացված հետ, որոնք որ բավականին խոշոր եւ միջազգային ճանաչում ունեցող են այս ոլորտում, հենց բժշկական կենտրոններ, առողջապահական հաստատություններ նախագծելու, ինչպես նաև կառուցելու կենտրոնում, նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի միջնորդական ջանքերի միջոցով մենք այստեղ նախապատրաստական փուլում ենք, իրենցից արդեն ստացել ենք որոշակի առաջարկ, որը քննարկում ենք եւ եթե իրավական եւ ֆինանսական տեսակետից մեզ ընդունելի լինի, այս առաջարկով կգնանք, եթե չէ կխնդրենք համայնքի միջոցներից արդեն տնտեսական ուսումնասիրության համար միջոցներ հատկացնել։ Անդրադառնամ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին, պարոն քաղաքապետ, ուզում եմ այսօր հատկապես կենտրոնանալ Նորագավիթի հանգույցի վրա, էստակադայի գնահատված բյուջեն այստեղ 1.8 միլիարդ է նախագծի, կա մի փոքր օտարման կտոր, որը նաև բյուջեում արտացոլված է, ֆինանսավորումը ակնկալում ենք կառավարությունից եւ շինարարության գործընթացը, եթե կարողանանք ֆինանսավորումը հաստատումը ստանալ 26-27 թվականներին կարծում ենք ապահովել, մենք արդեն իսկ Տիկին Բաբայան կներեք էլի, ամեն դեպքում ակնկալում ենք, այտենց արդեն մի 4 տարի ակնկալում ենք, եթե ոչ ավել, էլի, եկեք այն ծրագրերից դուք խոսեք, որոնց ֆինանսավորումը ունենք հաստատած, գոնե հեռանկարը ունենք, էլի, ամեն անգամ ազգային ժողովում այս ֆենոմենալ դեբատը ֆինանսների նախարարի հետ ունենում ենք, եթե չունենք այս ֆինանսավորումը, անցեք առաջ, չկա ֆինանսավորում։ Ունենք լեգիտիմ ակնկալիք, որ կլինի, բայց այդ ուղղությամբ մենք հիմա մրցույթները կհայտարարենք այդ տրամաբանությամբ, շինարարության եւ Հա, եւ ուզում եմ զեկուցել նաեւ քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի մասին, այս մասին ըստ էության նախորդիվ զեկուցումներ չեն եղել, ինչ պատճառներով, չեմ կարող ասել, ինչու եւ սա կարևորագույն ծրագրերից է Իսակը Վարշակունյաց պողոտայի Իսակը Վարշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման մասին է խոսքը պարոն քաղաքապետ, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի եւ կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Երևանի քաղաքապետարանի հողեոտարումների հետ կապված եւ բյուջեն ծրագրի ընդհանուր 85.7 մոտավորապես միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, վարկային համաձայնագիրը կնքվել է 23 թվականի վերջին, ծրագրի փաստացի մեկնարկը տրվել է 24 թվականի հունիսին եւ այսինքն նախատեսվածից մոտ 6 ամիս խզվածքով ծրագիրը մեկնարկել է, ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները, ծրագիրը ինչու է կարևոր, որովհետեւ ճանապարհային հանգույցը 3 վարչական շրջան է միմյանց կապելու Շենգավիթը, Կենտրոնը եւ Մալաթիա Սեբաստիան եւ ըստ էության նաեւ ունենալու է Հրազդան գետի վրա մոտ 270 մետր երկարությամբ կամուրջ, հիմնական ճանապարհը ձգվում է 1.9 կիլոմետր, բայց եթե երկրորդային եւ իջատեղերով հաշվենք, ինքը 6.6 կիլոմետր երկարություն է, հավաքական 6 երթևեկելու գոտից բաղկացած եւ մոտ 25 մետր լայնությամբ Այս ընթացքում առաջընթացը ընդհանուր առմամբ հետևյալն է, մենք ունենք գերակաշայի մասին կառավարության որոշումը, հողերի օտարման եւ տարաբնակեցման շրջանակը եւ ծրագիրը հաստատված կառավարության որոշումներով շմագի վերանայումը ավարտվել է, որովհետեւ ժամկետները խախտված էր եւ այդտեղ պետք էր շմագի վերանայում իրականացնել, իդեպ նշեմ, որ դա արվել է Տիգի ներքին կարողությունների հաշվին եւ որևէ